Ձեռք բերեք իտալական եւ իսպանական նորաբոճ սալիկների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3900 դրամից։ Պարոն Գալստյան, ես կուզեի անդրադառնալ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներին, որոնք վերջին ամիսներին կարծես թե աճ են գրանցում, չնայած նրան, որ մարդկանց եկամուտները նույնն են մնում, ու նաև դուք խոսել եք, ես հիշում եմ, որ հենց այդ մասին, որ կա սպեկուլյատիվ աճ հիփոթեքային վարկավորման ոլորտում մոտ 25%-ի չափով, կխնդրեմ նշել, թե այդ աճը շարունակում է պահպանվել թե ոչ, եւ եթե դա սպեկուլյատիվ աճ է, ապա կենտրոնական բանկը ինչ քայլեր է ձեռնարկում այդ սպեկուլյացիան չեզոքացնելու կամ կանխելու ուղղությամբ։ Շնորհակալություն։ Մենք կարծում եմ, որ բառերի մեջ պիտի մի քիչ զգուշ լինենք ու ճշգրիտ լինենք։ Կենտրոնական բանկը իր ֆինանսական կայունության զեկույցում մի քանի անգամ վերջին զեկույցներում մասնավորապես նշում էր, որ կան ռիսկեր, որ անշարժ գույքի շուկայում կա որոշակի գերտաքացվածություն։ Այսինքն խոսքը նրա մասն էր, որ մենք տարբեր մոդելներով երբ որ նայում էինք, տեսնում էինք, որ տարբեր ծրագրերի իրականացման ներառյալ եկամտային հարկի վերադարձի ծրագրի պատմականորեն եկած այդ ծրագրի պատճառով մենք ունեինք որոշակի անշարժ գույքի շուկայում գների աճ։ Ու մեր մտավախությունը նա էր, որ այդ գների միանգամից անկումը կամ արագ անկումը կարող է առաջացնել անցանկալի երևույթներ տնտեսության մեջ։ Բարեբախտաբար մենք տեսնում ենք, որ այդ ռիսկերը չեզոքանում են, ինչպես ես նշեցի նաև մեր մամլո հաղորդագրության մեջ, այսինքն գների ճշգրտումը տեղի ունենում աստիճանաբար, ինչը մեր համար ամենացանկալի սցենարն է ըստ էության։ Ուստի մենք մյուս երևի թե ֆինանսական կայունության մեր նիստի ժամանակ, որը որ մոտ ապագայում տեղի կունենա, կդիտարկենք այդ հնարավոր զարգացումները եւս մեկ անգամ ավելի խորքային, որովհետեւ այս նիստը դրա մասին չի, դրա մարգային ժամանակ մենք տենց շատ խորքային իրան չենք նայում, որովհետև ինքը ավելի ֆինանսական կայունության գործիքակազմին վերաբերող ֆենոմեն է։ Ու մյուս հանդիպման ժամանակ արդեն ավելի մանրակրկիտ կխոսենք։ Ինչ վերաբերվում է մեր կողմից գնահատականներին սպեկուլյատիվ, ոչ սպեկուլյատիվ, այդ սպեկուլյատիվ բառը մենք չենք օգտագործում, որովհետև ինքը մեր լեքսիկոնի բառ չի։ Մենք փորձում ենք այդ տիպի որակումներից զերծ մնանք, գերշահույթ, սպեկուլյատիվ, այդ այն բառերն են, որոնց տակը դու չես կարողանում տեսական հենք դնել, իսկ մենք փորձում ենք մեր որակումների մեջ ու մեր խոսքի մեջ լինել հնարավորինս ճշգրիտ։ Գործնական հենք ինչ է նշանակում։ Միկրոֆոնով, որ նաև մեզ լսում։ Ասացիք տեսական հենք չեք կարողանում դնել, գործնական հենք կա, ամեն դեպքում եթե բառերից անդին նայենք, այդ սպեկուլյացիա դուք տեսնում եք, այլ բառերով դուք կարող եք ձևակերպել։ Ես այդտեղ սպեկուլյացիա չեմ տեսնում, ես այդտեղ տեսնում եմ հնարավորությունների ընձեռում ֆիզիկական անձանց համար, որոնցից ֆիզիկական անձին կօգտվել են։ Այսինքն մարդը, որը ուներ 1 բնակարան կամ 2 բնակարան, ինքը տեսել է, որ կա հնարավորություն եկամտահարկի վերադարձի ծրագրով ունենալ երրորդը ու չի խորշել դրանից ունենալուց, որովհետև այդտեղ ոչ մի սպեկուլյացիայի էլեմենտ չկա։ Ինքը ուզեցել է վերջացնեմ։ Խոսքը վերաբերում է նրան, որ ոչ թե ինքը դա անում է սպեկուլյացիայի համար, սպեկուլյացիան ինչ է, վերցնել ինչ որ մի բան, ակնկալիքով, որ իր գինը կլինի ավելի թանկ, որպեսզի դու կարողանաս ավելի թանկով իրացնես։ Ներողություն, բանկերի ֆինանսավորման մասով, օրինակ պայմանական, եթե շուկայում օրինակ չնայած հիմա այդ գինը չէ, բայց $750 է 1 քառակուսի մետրը առաջնային շուկայում հիփոթեքային ներողություն այդ վաճառքի գները, բայց բանկերը ֆինանսավորում են օրինակ $1000 չափով, այսինքն 25% ավել։ Այստեղ դուք տեսնում եք սպեկուլյատիվ ռիսկ թե ոչ։ Կամ ընդհանրապես դուք նման միտում նկատում եք բանկերի կողմից։ Չէ, ճիշտն ասած, մենք ունենք նորմատիվներ, որոնք վերաբերում են վարկգրավ հարաբերակցությանը, ու իրանք շատ կոշտ են։ Այդ առումով դժվար է ինձ ասել, որ ինչ որ ընկալումներ կան, որ բանկերը անում են այն, ինչ իրանք չպիտի անեն կամ բան։ Հենց որ ֆինանսական կայունության ժամանակ ավելի մանրամասն կխոսենք։